Ավարտվել են Երևանի մետրոպոլիտենի տարածքում անլար ինտերնետի սարքավորումների տեղադրման աշխատանքները։ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ շուտով Wi-Fi-ով ապահովված կլինեն նաև մայրաքաղաքի այգիներն ու պուրակները։ Բրիտանական ավիաուղիներ ընկերությունը հոկտեմբերից դադարեցնելու է իր գործունեությունը Հայաստանում։ Լոնդոն-Երևան թռիչք իրականացնող բրիտանական BMI ընկերությունը վաճառվել էր բրիտանական ավիաուղիներին, որը որոշել է այլևս չիրականացնել դեպի Երևան չվերթները ոչ եկամտաբեր լինելու պատճառով։ Թուրքիայում այսուհետ անշարժ գույք կարող են ձեռք բերել 183 երկրի քաղաքացիներ, սակայն ոչ Հայաստանի, Հյուսիսային Կորեայի, Նիգերիայի եւ մի քանի այլ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկրների քաղաքացիներ։ Նոր օրենքը, որն արդեն ստորագրել է երկրի նախագահ Աբդուլլա Գյուլը, թույլ է տալիս անշարժ գույք գնել ընդամենը անձնագիր ունենալով։ Հայաստանի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնել է Վրաստան, որտեղ անցկացնելու է ուսումնամարզական հավաք։ Հավաքականը նաև Թբիլիսիում երկու ընկերական հանդիպում կանցկացնի Վրաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականի հետ՝ օգոստոսի 22-ին և 24-ին։ Բոլոր այն տեղերում, որտեղ նպատակահարմար ենք գտել, այնտեղ մենք առաջադրել ենք մեր թեկնածուներին։